Նաև օդի աղտոտվածության մասին, այս ուղղակի սիրելի հայրենակիցներ, այն որ ձեզ համար շատ կարևոր էր, որ դուք ուզում եք ձեր կյանքում չստացված լինելը ձեր աբիժնիկության համար վրեժ լուծեիք հայ ժողովրդից, այսինքն մի հատ ինչ-որ խումբ կա, որ շարունակում է Նիկոլին կպած մնալ, բայց իմացեք շարունակում է չէ վրեժ լուծել, բայց տեսեք ոնց է, էլի այսպես է լինում, որ հանցագործությունը գալիս աճում է եւ ձեր դուռն է թակում, ձեր երեխաներին է հասնում, օդի աղտոտվածություն, որ գալիս են ձեր տնտանն են հասնում, հիմա օդի աղտոտվածության մակարդակը ինչ թույնի մեջ է ողջ հայ ժողովուրդը, երևանցիները։ Ուրեմն Երևանը օրեր է եղել, որ անգամ օդի աղտոտվածության աստիճանը, որի նորման պիտի լինի առավելագույնը 50-200-ից անցել, այսինքն աշխարհի ամենակեղտոտ քաղաքից օդի աղտոտվածության առումով Մումբայից տվել անցել է։ Գիտեք չէ վիճակագրությունը Հայաստանը քաղցկեղով մահացության դեպքերով բնակչություն հիվանդ հարաբերակցությամբ քաղցկեղի մահացության դեպքերով Հայաստանը աշխարհում առաջի տեղում է քաղցկեղի երիտասարդացման առումով Հայաստանը առաջի հորիզոնականներում է, գնացեք մամոգրաֆ կենտրոն, գնացեք քաղցկեղաբանության ինստիտուտ, տեսեք քանի 18 տարեկան երեխեք են նստած, բոլորը կրծքագեղձի քաղցեր, բոլորը տարբեր օրգանների քաղցկեղ, եւ այս ամենը այո օդի աղտոտվածության խնդիր է, այս ամենը նաեւ են այլանդակ մեքենաների խնդիր է, որոնք գնում չգիտեմ 1000 դրամով գլուշիտելը կարբյուրատորը չգիտեմ ինչը հանած մեքենաներ են, որոնք գնում 5000 դրամ տալիս են, ֆեյք տեխասմոտրի վկայականը վերցնում են եւ շարունակում են մարդասպանությունը։ Սա սպիտակ գենոցիդ է եւ սրա դիմաց պիտի առնել։ Այդ մեքենաները Երևանում եւ հանրապետության բնակավայրերում չպիտի լինեն։ Ծառահատումներ, այդ ծառահատումները, այս խայտարակ շինարարությունը, այսում համար է կա։ Փողոցների բանի փոշացություն, աղտոտվածություն, աղբի այրել, այս ամեն ինչը, աղբը որ այրում են փոխանական, այլևս կասեցրեցին, ավելի լավ է հսկայական գումարներ գտնել, ներդնել, աղբի վերամշակման գործարան անել, քան այդ աղբը այրել եւ քաղցկեղով հիվանդների, սրտանոթային հիվանդների թիվը ավելացնել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։